Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հավաքանու որոշ կանոնի վրա, ապա մոնտաժումը հիմա բացվա ձեր կողմից փակվում, արգելի կողմից չեք ֆաստական իրանց կողմից ասում եք չէ օրինական մեկը սադրում է ուրեմն սադրում մեկը թողնում արգելի շնորհք եք աշխարհ անօրինականը հենց հիմա մեկը հասարակական բնավորի շիթեր Եթե խնդրում եմ չանեք, ված բան եք անել։ Եթե ռաժմ խնդրում եմ մեկ անի։ Եթե մենք անօրինական ինչ-որ ձևով եք անենք, անօրինական է։ Հենց մի անօրինական է։ Բարատարն անօրինականով գուշելով է։ Մենք պատասխանատու հետ կողմ է, ով մի խոչընդոտեք ժողովուրդ ջան, մի քիչ հետ կանգնեք մի խանգարել։ Ոչ մեկ չի խանգարել, պարոն Խաչատրյան, ոչ մեկ չի խանգարել։ Ես շնորհակալ կլինեմ։ Բալոյան ջան։ Ես ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ դուք ասում եք, չգիտենք օրինական է թե արձանագրված է արգելիս։ Ուզում եմ արձանագրել, որտեղ չգիտեք սա օրինական է թե չէ, բայց ձեր հաղորդման վրա, ձեր հաղորդման հիման վրա ամեն ինչ արձանագրված է։ Որ այդ գործողությունը իրականացել։ Չգիտենալով թե դա Մեդվիջով ցենտրն է, մենք հասարակական կարգ ենք ապահովում։ Քաղաքացին ազանգել է ոստիկանություն, որ կանխեք այսինքն պետք է սեփականության դեպքանի հատակագիծներ ստամ լրատվամիջոցներին, որտեղ այստեղ հստակ երևում է շինությունը եւ շինության դիմաց այս հատվածը, որտեղ այս պայն ավտոկայանատեղին է, սա սեփականության իրավունքով պատկանող տարածք է եւ կարող եք լրատվամիջոցների ամբողջ այս պարագիծը եւս նկարել ցույց տալ, որ ամբողջությամբ փակ է, հենց այնպես մեքենա չի կարող այստեղ մտնել, մեքենաները կարող են մտնել միայն սահմանված վայրերով, որտեղից արգելափակոցներ է դրած, դա էլ նախատեսված է վճարվի որպես ավտոմատ։ Այսինքն ձեզ առաջարկում են հանեն պաստառները, հետո իրենք հասկանան։ Մենք հանենք գնացեք դատարանում 2-3 տարի կբողոքարկեք ինչ կանեք, հետո կերևա մենք ոստիկանությունում կլինենք, քաղաքապետարանում աշխատելուց կլինենք, ինչ կլինենք, էական չի։ Հիմա մեզ հանրություն կա, որ սա պետք է շտապանվի, մենք հանում ենք, կապ չունի դա օրինական է, թե օրինական չի։ Ոստիկանությունն էլ ասում է կապ չունի օրինական է, թե օրինական չի։ Ես պետք է ապահովեմ, որ դա անեմ։ Մենք աբսոլյուտ ժանում։ Երբ հյուսիսային պողոտայից էին հանում Տաշև սթրիթի մուտքի եւ երկերի մոտից, ասում են գովազդի մասին օրենքներ խախտել։ Հիմա ասում են, երբ ասում եք սա գովազդ չիրազեկման ակցիա է, իրենք այլ բացատրություն են բերում։ Սա ինչ է նախապես։ Հյուսիսային պողոտայում ընդհանրապես էկրաններ են վերցրել տարել, որ իրավունքությունների եւ որի վերաբերյալ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեն հաղորդումը ներկայացվել, մոտ 30-ից 40 միլիոն դրամ մոտավորապես այսպես նախնական ասել արժողությամբ գույքի կողոպուտի վերաբերյալ հաղորդումը ներկայացվել, որ այդ ախտախոսություն այս նույն իրավիճակն, նույն իրազեկման ակցիան է, որը չի հանդիսանում գովազդ եւ սա մասով որևէ գովազդի հիմնավորումներով մտնել մարդկության տարածք սեփականության իրավունքով պատկանող գույքը վնասել կամ ոչնչացնելով հանել, իրավունք չունեն ապօրինի գործողությունները։ Ոստիկանությունն էլ նշում է, չգիտենք սա օրինական է թե օրինական չի, բայց մենք կապահովենք, որ դա արվի։ Ասում եմ պարոն Ալոյան, ստացվում է, որ իրանք ասում են, որ դիմեք ոստիկանություն, դուք ոստիկանություն եք կանչել, ոստիկանությունը իր հերթին ասում է դիմեք ոստիկանություն։ Այո, ամենից ավելի վատ է ոստիկանը իսկ դուք ո՞նց եք զանգել մամուլի բաժին ոստիկանության դիմել, որ իմայլ են խնդրել։ Մամուլի բաժին լրագրողներ օրինակ կարող են որևէ տեղեկություն հարցնել։ Կարող է հիմա դիմեք մամուլի բաժին զանգեն, տեսնենք ինչ է։ Կարող եք դուք դիմել, ես հեռանամ, որպեսզի ինձ դեմ ներկայացնել ոչնչություն չդիտի։ Կարող է դեմ։ Չէ, բան չեմ կարող իրակի անել։ Մենք եկեք այս կողմ գանք 102-ով եք զանգել։ 102-ով ուրիշ համարով պետք է զանգեք, այնտեղ ուրիշ ոստիկաններ կան, իրանք կան իրանք տեղ։ Վայ, ջան։ Ցավոք չէ։ Մենակ 102։ Այս մի ոստիկանությունն է, որը գործողությունը չի անում։ Պարոն Ալյան, իսկ ահա զանգեր ստացել եք, որ այդ վայրերում, որտեղ օրինակ կան այսպիսի պաստառներ իրազեկման, այս պահին չունեն։ պատրաստվում են հանել։ Այս պահին դեռ չունեն։ Եվ պարոն Ալյան, մեկ հարց է, տեսեք, հաշվի առնելով այստեղ ձեզ տված բացատրությունը ոստիկանության կողմից, ոստիկանի կողմից, դուք ինչ եք կարծում, արդյոք արդարացի լուծում կստանա։ Դուք ասում եք հաղորդում ենք ներկայացրել։ Այստեղ ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցների իրավապահ համակարգից տեսեք, քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության աշխատակիցների գործողությունները վիճակվել են վարչական դատավարության կարգով։ Այո, վարչական դատարանը շատ օբյեկտիվ եւ արդյունավետ աշխատող դատարան է եւ այնտեղ գործի իրավաչափ լուծում ստանալու ակնկալիքներ բնականաբար շատ մեծ են, բայց հարցն է, որ վարչական դատավարության կարգով գործերը մոտ 2-ից 3 տարի են միջինում քննվում եւ վերջնական որոշում ստացվում։ Իսկ այդ ժամանակ
այս ակցիան ընդհանրապես իմաստ չունենա։ Բնականաբար ոստիկանության կամ քաղաքապետարանի աշխատակիցները հավանաբար այնտեղ աշխատելու չեն ունի, ավելի լավ տեղ գնացած կլինեն կամ ավելի բարձր պաշտոնի գնացած կլինեն, այսինքն իրադրությունը 3 տարի հետո ունենալը բանը իրավիճակը իմաստ չունի։ Այս է խնդիրը, այսինքն ասում մենք անենք, դուք գնացեք 2-3 տարի կբողոքարկեք դատանով, կհաստատվի, որ մենք 3 տարի առաջ ապրում ենք որտեղ, օքեյ, մենք հիմա մեր բանը ցուցումը կանենք։ Շնորհակալ եմ շատ։ Ahmet'e verirsen. Kimse'ye de verirsen.
դուք քանդեք։ Ինչ եք հեռու։ 5 մետր հեռու կանգնեք։ Այս մաքրոտը մեկ կխտոր 5 մետր հեռու կանգնեք այ մաքրո։ Մեկ է դարան։ Ախտով է կերպուրով է թողերի հավերը տանը։ Կերպուրով է թողը։ Այստեղ Thank you.